Լրատվամիջոցներով տարածված նոր սահմանադրության նախագիծը, որտեղ ոչ հայ ժողովրդի պատմական հիշողության հիշատակումը կա, ոչ էլ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության հռչակագրի հղումը, արդարադատության նախարարությունից շտապում են հերքել։ Սա այն փաստաթուղթը չէ, որը նախատեսում են հրապարակել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը եւ վերջնական տարբերակի ձևավորման գործընթացում կատարվում են ինչպես բովանդակային, այնպես էլ խմբագրական փոփոխություններ։ Ըստ այդմ առկա են բազմաթիվ աշխատանքային, ընդհուպ սևագիր տարբերակներ, գործող սահմանադրության տեքստի վերլուծական վարժություններ։ Արդարադատության նախարարի գլխավորած սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, նոր մայր օրենքի նախագծում բովանդակային ու խմբագրական փոփոխություններ կատարում, ինչպես ձևակերպում են գերատեսչությունից, սակայն այն, որ սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, հենց նախարար Սրփուի Գալյանն էր օրեր առաջ հայտարարել, նշելով, թե նախքան դրա հանրայնացումը որոշում ունեն այն քննարկել իշխող կուսակցությունում։ Հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում եւ խմբակցությունում։ Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի։ Թեպետ լրատվամիջոցների ձեռքին հայտնված փաստաթղթում սահմանադրության նախագծի նախաբանը հղում չի անում անկախության հռչակագրին, բայց արդարադատության նախարարությունից էլ առանց դետալների հստակեցնելու նշում են, թե այնուամենայնիվ սա հրապարակման վերջնական տարբերակը չէ։ Վարչապետ Փաշինյանն էլ դարձյալ ձևակերպել է իր պատկերացմամբ, այո, նոր սահմանադրությունում պետք է չլինի այդ հղումը այսպես, թե այնպես։ Դա ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր։ Սահմանադրությունը բարեփոխող խմբից փոխանցում են, որ անկախության հռչակագիրը նոր սահմանադրությունում պահել-չպահելու հարցն առայժմ քննարկման նույնիսկ չեն առել։ Խորհրդի անդամները նաև չգիտեն, թե երբ այդ հարցը օրակարգային կդառնա։ Ավելի վաղ էլ մեզ հետ զրույցում խորհրդի անդամներից օրինակ քաղաքասարակությունը ներկայացնող Դանիել Իոնիսյանն ասել էր, թե երբ այդ հարցը քվեարկության դնեն, ինքը հավանաբար ձեռնպահ կմնա։ Մյուս անդամներից էլ նշել էին, որ այնուամենայնիվ Ալիևի հրահանգները կատարելուն դեմ են, բայց փորձագետների աչքը մեկ ուրիշ հանգամանք է առնում, վտանգավոր են համարում վարչապետ Փաշինյանի հայտարարություններն այս թեմայի վերաբերյալ, քանի դեռ խորհուրդն իր որոշումը չունի։ Եթե նաև անալոգիա անենք վերջին տարիներին եւ ինստիտուցիոնալ զարգացումների եւ օրենսդրական որոշ այլ process-ների հետ էլ համատեղ, ապա կարող ենք տեսնել, որ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները վերջնարդյունքում կյանքի են կոչվում, անկախ նրանից, թե ներքևի օղակներում այլ ինչ process-ներ կարող են ընթանալ։ Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, թե իբր Հայաստանի անկախության հռչակագիրն իր սահմանադրական ուժով տարածքային պահանջ է իրենց նկատմամբ, ապա մասնագետներն այստեղ հիշեցնում են Հայաստանի սահմանադրական դատարանի դիրքորոշումը Բարձրատյանի դատավորները եզրակացրել էին, թե երրորդ հանրապետությունում ծննդյան վկայականին հղում անելու ձևակերպումը իրական ուժ ու նշանակություն չունի, բայց սա էլ չի բավարարում Բաքվի բռնապետին։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում կա երկու քաղաքական օրակարգ՝ խաղաղություն ու պատերազմ։ Նրա խոսքով ոչ թե անձերի մասին է խոսքը, այլ քաղաքական տեսլականի ու դիրքորոշման։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք պայմանավորվածությունը կապված է միայն Փաշինյանի հետ, Ալեն Սիմոնյանը նշել է, որ կարելի է նրան համարել խաղաղության խորհրդանիշ, բայց սա ընդհանուր քաղաքական գնահատական է։ Նա նաև ընդգծել է, որ նման տեսակետեր հնչել են նաև ընդդիմության կողմից։ Քաղաքացիների վերաբերմունքի մասին խոսելով Սիմոնյանը նշել է, որ հասարակությունը մեծ հույս ունի խաղաղության գործընթացի շարունակման վրա եւ իշխանությունը կոչ է անում պահպանել այդ ուղղությունը։ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ծորենի խմբաքանակ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Բեռը կուղարկվի 5 վագոնով Բաքվի Արվարձանում գտնվող Բալաջարի կայարանից։ Այնուհետև շարժակազմը կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։ Հիշեցնենք, ռուսական ծորենի վերջին առաքումը Հայաստան-Ադրբեջանի տարանցմամբ տեղի է ունեցել մարտի 19-ին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Բաքվում գտնվող հայ գերիների վիճակի վերաբերյալ մտահոգիչ դիմումներ է ստանում նրանց ընտանիքներից եւ իրավապաշտպաններից։ Լրատվամիջոցներին հայտնել է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նրա խոսքով Հայաստանի ՄԻԲ գրասենյակը մշտապես տեղեկություններ է հավաքագրում հայ գերիների վիճակի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ իրենց խնդիրը ոչ միայն ազատությունից զրկված անձանց իրավունքները պաշտպանելն է, այլ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը։ Հարցին, թե արդյոք նա կապ է հաստատում ադրբեջանցի գործընկերոջ հետ, որին վերջերս հրապարակավ դիմել էր Ռուբեն Վարդանյանը, Մանասյանը պատասխանել է, թե առաջնորդվում է մի վնասիր սկզբունքով։
Մինչև իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարություն էին տարածում իշխանական падգամավորներին կոչ անելով իրենց թիմակցին չընտրել Սահմանադրական դատարանի դատավոր, հաշվիչ հանձնաժողովի նախագահն արդեն ամբիոնից հայտարարում էր քվեարկության արդյունքները։ 107 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը։ Այսինքն միայն հենց ԿՊԱ-ականները բոլորը կողմ են եղել նախկին կուսակից գործընկերոջ թեկնածությանը, առանց բացառությունների եւ անբավեր քվեաթերթիկների։ Այս տեքստն առայժմ падգամավորական լիազորություններով Սահմանադրական դատավոր ընտրված Վարդանյանը լսում է արդարադատության նախարարի կողքին նստած։ Առաջին շնորհավորանքն էլ հենց տեղում Սրկուի Գալյանից։ Վլադիմիր Վարդանյանը կերտվի 5 շաբթի օրվա նիստում, բայց այնուամենայնիվ շնորհավորում ենք։ Խորհրդարանում ժպտալու սա թերևս վերջին առիթն էր, հետո էլ Ալեն Սիմոնյանը հերթագրվում է մտքերի փոխանակության համար։ Նախագահությունից ամբիոն իջնում ու նախկին թիմակիցների թեման շարունակում է եռալազգային ժողովում։ ԿՊ-ից հեռացած Հակոբ Ասլանյանն անհետ կորած զինծառայողների ծնողներին ասել էր, թե 2 ամսից Նիկոլ Փաշինյանը կհեռանա։ Վարչապետական աթոռից ձևակերպումների հարցում կոշտ բառամթերք նախընտրելով սա դուր չի եկել խորհրդարանի խոսնակին։ Գիտեք ինչ հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, սա առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, ես բեղ պահեմ ձևանենք, որ դուք ինչ չեք ճանաչում։ Ինքը քաղաքացիական պայմանագրից հեռացած Ասլանյանը իր մասին ազգային ժողովի նախագահի ելույթին հետևում էր տեղից ժպիտով, արձագանքեց նախ այստեղ, ապա խորհրդարանի միջանցքում։ Եթե ես պետք է ընկնեի, լացելով խնդրեի, որ վերցնեին, ապա ինչու է հայտարարում, որ ինքս սառեցնում եմ իրենց հետ գործնեությունը։ Իրենք փորձել էին իմ տղայի եւ իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատ։ Նույն այս ընթացքում նիստերի դալիճում թեման դարձյալ Սահմանադրական դատարանն էր։ ԿՊԱ-ականները նախկին թիմակցին ընտրեցին Բարձր Ատյանի դատավոր։ Հիմա էլ քննարկում են Մայր դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորների աշխատավարձը բարձրացնելու հարցը։ Արդարադատության նախարարն առաջարկում է օրենքով հավելավճար սահմանել։ Ներկայում Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով եւ չափերով համարժեք չէ վերջիններից բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին եւ գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։ Այս նախագծի հետ կապված հարց ունի միայն Արծվիկ Մինասյանը ընդդիմությունից։ Ինչու հիմա։ Ինչու սա 26 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ չառաջացավ այս հարցը, այլ հիմա է առաջանում, ինչով է պայմանավորված, մանավանդ որ խոսքը գնում է Սահմանադրությունը երաշխավորող, կատարումը երաշխավորող կարևորագույն մարմնի մասին։ Այն պարզ պատճառաբանությամբ, որ անցել է ստիպված է եղել անցնել որոշակի process, այսինքն գրվել է, շրջանառվել է, քննարկվել է կառավարությունում եւ այլն։ Նախորդ տարեվերջից կառավարությունը դադարեցրել է դատապարտյալների հիվանդանոցի գործունեությունը, օրենսդրական մեկ այլ նախագծով էլ Արդարադատության նախարարությունը խորհրդարանից առաջարկեց բուժկետերում սպասարկման եւ օգնության կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել այն քրեակատարողական, որտեղ արդեն կա համապատասխան կենտրոնը։ Զորակոչիկների առողջական խնդիրների գնահատման գործընթացում հաճախ առաջանում են անհամաձայնություններ, ահազանգում են մասնագետները։ Դեպքեր են եղել, երբ առողջական հիմքով տարկետում ստացածները առանց վիճակի էական փոփոխության հաջորդող զորակոչին ճանաչվել են պիտանի։ Այստեղ եւս ունենք թե ժամանակի խնդիր, թե զորակոչի կազմակերպման, պատշաճ կազմակերպման խնդիր եւ արդյունքում բողոքարկման արդյունքում հնարավոր եղավ հասնել լրացուցիչ հետազոտությունների իրականացման եւ արդեն տարկետման տրամադրման որպես արդյունք։ Եղել են նաև իրավիճակներ, երբ անհրաժեշտ հետազոտությունները չեն իրականացվել եւ զորակոչիկներին առաջարկվել է դրանք կատարել սեփական միջոցներով։ ՄԻՊ-ի ներկայացուցիչների խոսքով գործող կարգավորումները չեն սահմանում կենտրոնական բժշկական հանձնաժողովի օրական փորձաքննությունների առավելագույն շեմը, ինչը նրանց գնահատման ռիսկեր է ստեղծում, թե փորձաքննությունների որակի, թե զորակոչիկների առողջության համար։ Մեր գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս զորակոչիկին իր վստահելի բժշկին որպես մասնագետ խորհրդատու ներգրավելու փորձաքննության գործընթացում։ Դա կարող է ավելի մեծացնել զորակոչիկների վստահությունը հանձնաժողովի եզրակացությունների օբյեկտիվության վերաբերյալ։ Առողջության իրավունքը ենթադրում է ոչ միայն բուժօգնության հասանելիություն, այլև անվտանգ եւ արժանապատիվ պայմաններ։ Մասնագետները նկատում են, որ հիմնարկներում համակարգային խնդիրներ կան, քանի որ 2025-ին արձանագրվել է մահվան 24 դեպք, որոնցից 16-ը եղել է կենսաբանական մահով։
8-ը ինքնասպանություն։ Ինչ կենսաբանական մայի մասին է խոսքը, ինչպիսի հետաքննություն է եղել, այսինքն այդ ամեն ինչը փակված վիճակում է գտնվում։ Մենք որպես դիտորդական խումբ արտադրության նախարարությունից թե առողջապահության նախարարությունից չենք ստացել նման պատասխան, ովքեր են կրել պատասխանատվություն։ ՄԻՊ-ից նշում են, որ ցուցանիշները անհանգստացնող են եւ դա վկայում է, որ ինքնասպանության եւ մահվան դեպքերի պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերահանման գործում թերացել են իրավասու մարմինները։ Թերացումները առավել արտահայտվել են ինքնասպանության դեպքերից, առնվազն 2-ում, երբ մեկում անձը բազմաթիվ ինքնավնասումներ է կատարել, իսկ մյուս դեպքում անձը կրկին ինքնասպանության փորձ է արել։ ՄԻՊ-ից նկատում են, նրանց նկատմամբ պետք է ուժեղացված հսկողություն սահմանեին։ Մենք ունենք ինքնասպանության նաև փորձի դեպքերի թվային աճ 2024 թվականին 14 անձի կողմից կատարվել է ինքնասպանության փորձի 19 դեպք, իսկ 25 թվականին 26 անձի կողմից կատարվել է ինքնասպանության 46 դեպք։ Շատ դեպքերում հնարավորություն են ունենում հոգեբանները ազատությունից զրկված անձանց հետ միայն մեկանգամյա զրույց ունենալ, ինչը բնականաբար հնարավոր չէ մեկանգամյա զրույցի միջոցով վերհանել ինքնասպանության կամ ինքնավնասման ռիսկը։ Առանձնացնելով խնդիրները մասնագետները հիշեցնում են պետության լիարժեք վերահսկողության տակ գտնվող յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթ։ QR կոդերը դարձել են առօրյա կյանքի անբաժանելի մասը, սակայն դրանց օգտագործման աճին զուգահեռ նկատվել են նաև խաբեության դեպքեր։ Մասնագետների խոսքով կեղծ QR կոդերի միջոցով օգտատերերին հաճախ ուղղորդում են կեղծ կայքեր, որտեղ վերջիններս մուտքագրում են անձնական կամ բանկային տվյալներ, ապա առաջարկում են ներբեռնել որևէ ծրագիր։ Փորձագետները հորդորում են չսկանավորել անհայտ ծագման QR կոդեր եւ նախապես ստուգել դրանց աղբյուրը խուսափելու հնարավոր վնասներից։ Հիմնական մեխանիզմը հետևյալն է, իրական QR կոդը դա լինի ինչ-որ մի հայտարարություն, սրճարանում ինչ-որ մի Wi-Fi կոդ եւ այլն, այսինքն իրական QR կոդի վրա տեղադրվում է, սոսնձվում է կեղծը կամ գայթակղիչ ինչ-որ մի հայտարարություն է տեղադրվում կեղծ QR կոդով, որպեսզի մարդիկ վստահելով սկանանեն եւ ընկնեն թակարդ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը ապրիլի 1-ից կբարձրանա 30%-ով։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։ Դրան հասել են բյուջետային կարգապահության եւ էֆեկտիվ կառավարման շնորհիվ, այնպես որ մայիսին դուք կստանաք +30% աշխատավարձ։ Սուրբ Զատկին ընդառաջապկի տողորորի ոսկու գին է դառնում առևտրային վաճառքի կենտրոններում, խանութներում այս օրերին համար 1 չափի ձուն վաճառվում է 95-ից 100 դրամ, երկրորդ համարինը 110-ից 120 դրամ։ Ազգային վիճակագրական տվյալների համաձայն այս տարվա հունվարը անցած տարվա ժամանակահատվածի հետ համեմատած ձվի գինը բարձրացել է 11.7%։ Փետրվարը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձուն թանկացել է 19.2%։ Գյուղոլորտի մասնագետները հավկիքի գնի բարձրացման մի քանի պատճառներ են նշում։ Անցած ամառը ձուն վաճառել են 20-ից 30 դրամով, վնասներ են կրել։ Լոգիստիկայի խնդիրներ կան։ Թռչնի կերի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից, որտեղ կերը թանկացել է։ Մասնագետներից շատերն են նշում են, որ ոլորտը կարգավորված չէ, արտադրողներն էլ Սուրբ Զատկին ընդառաջ անհիմն գինը բարձրացնում են։ Այդ ճյուղը այսօր կապված այդ ամեն ինչը, որ ասում են կերարտադրություն չկա, ճանապարհների հետ կապված ժամանակ առ ժամանակ փակվում են, պահեստային կերի բազայի հարցը չեն լուծում, ինկուբացիոն ձու են բերում Պարսկաստանից մեծ քանակությամբ, թռչունները, բարեգները, հավը կարգավորում էին, հիմա էդ էլ իր հերթին ավելի շատ սկսել են ներկրելը, քան բուծելը։ Գնաճը մեր ինքնարժեքի եւ լոգիստիկայի երկերի եւ այլն թռիչքային բարձրացել է։ Եթե տեսնում եք, որ շուկայում սնունդը հատ բարձրանում է։ Մենք ստիպված բարձրացրել ենք։ Ինքնարժեքի մեջ ամենաքանքը կերն է կազմում։ Մանավանդ լոգիստիկ ծախսը այնքան բարձր է, որ ասելը չէ։ 2025-ին Հայաստանում շինարարության աճը ԵԱՏՄ երկրներում եղել է ամենաբարձրերից մեկը՝ մոտ 21.5%։ 2026-ի հունվարին
շինարարության ծավալը մոտ 18.7% աճ է գրանցել։ Այսինքն ոլորտը շարունակում է արագ տեմպերով առաջ գնալ։ Սրան նպաստել ու նպաստում են պետական պատվերները՝ ասֆալտ, մանկապարտեզ, մայթեզր, շարքը կարելի է շատ երկար թվել, բայց վիճակագրական նշված տվյալներում իր մասնաբաժինն ունի նաև բնակարանաշինությունը, այսինքն այս ոլորտը դեռ մնում է գրավիչ ներդրողների համար։ Անշարժ գույքի շուկայի գների վերաբերյալ մենք տարբեր ազդակներ ենք ստանում, ըստ էության ազդակների մեծ մասը վերաբերում է նրան, որ վերջին շաբաթների ընթացքում հակառակը որոշակի ակտիվացման նկատվել է շուկայում, այսինքն գործարքների իրականացում մարդիկ հետաքրքրված են ինչ-որ բաներ են առնում, սա միգուցե կապված է Իրանում զարգացումների հետ, բայց չի ուզի տենց միանշանակ լինել, որովհետև ազդակները հələ որ անեկդոտալ են, այսինքն թվային արտացոլումը դրանց չենք տեսել։ Ամերիկա-Իսրայելը-իրանական պատերազմի առաջին իսկ օրերին եղան կանխատեսումներ, որ Հայաստանում դրա հետևանքով կդիտվի էական գնաճ, անշարժ գույքի շուկայում, այսինքն էականորեն կաճի վարձով տրվող եւ վաճառվող բնակարանների գները։ Անցել է 3 շաբաթ, բայց այդ կանխատեսումները չեն իրականացել եւ դա բնական է։ Մինչեւ հիմա չի դիտվել Իրանից ներհոսք, այսինքն կան իրանցիներ, որոնք Իրանից տեղափոխվում են Հայաստան, սակայն հիմնականում կարճ ժամանակով երրորդ երկիր անցնելու համար։ Այս գործոնը ավելի երկարաժամկետում ազդեցություն կունենա գնորդների, ավելի շատ ներդրողների տրամադրությունների վրա։ Հիմա գիտենք բավականին թրենդային է Դուբայի անշարժ գույքի շուկաներությունների, եւ շատ մասնագետներ, գործակալներ տեղափոխվում են այնտեղ եւ ներգրավում են Հայաստանից ներդրողների, ասում են, որ այստեղ ավելի շահավետ, ավելի ապահով է ներդրում կատարել։ Կա ենթադրություն, որ պատերազմի ձգձգման դեպքում հայաստանյան անշարժ գույքի շուկայում կսկսեն ներդրումներ կատարել ոչ միայն Իրանի հայերը եւ իրանցիները, այլև այն մեծահարուստ հայաստանցիները, որոնք նախորդ տարիներին որպես իրենց միջոցների ներդրման անվտանգ եւ կայուն միջոց էին համարում Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների անշարժ գույքի շուկաները։ Երկար ժամանակ մարդկանց մոտ խոսույթ կար չէ Հայաստանում, որ ասում են շուկան տրաքելու է, գները իջնելու են եւ այլն, եւ իրականում եղավ որոշակի ճշգրտում շուկայում, եւ շատ մարդիկ կային, որոնք որ սպասում էին գնում կատարելուն, եւ այդ գործոններ քաղաքական եւ դերական սպասումներն էլ մեկտեղ եկան արդեն սկսեցին գործակների քանակը եւ ծավալը մեծանալ։ Հայաստանյան անշարժ գույքի շուկայի վրա դրական առումով ազդում է նաև Արցախից բռնի տեղահանված հայերին հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Պահանջարկի աճի ֆոնին բնակարանների գները սկսել են աճել։ Հենց այդ վաուչերները սկսեցին աշխատել, այն միջինից էժան սեգմենտը բավականին գները բարձրացան, օրինակ նույն մասիվներում, ավաններում են $70,000, $80,000 արժողությամբ բնակարանները բավականին իրենց գները բարձրացավ եւ պահանջարկ կան մարզերի գնային ինդեքսներն ու գործարքների քանակը մենք տեսնում ենք, որ ավելի արագ աճում կան Երևանում, որը շատ դրական է։ Ներդրողի տեսանկյունից այս ամենն իհարկե լավ է եւ դա բնական է, անշարժ գույքի ոլորտը շարունակում է ընկալվել որպես շահութաբեր ոլորտ, բայց հարց է թե ինչ ազդեցություն ունի դրա արժևորումը բնակչության ոչ այնքան ապահով խավի համար, որն օրինակ լուծում է բարձրակալած բնակարանի բարձրացող վճարը հայթայթելու խնդիրը։ Մարտի 23-ին շղթայական վթար է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Հերացու թունելից Խանջյան թունել տանող ճանապարհին բախվել են 31-ամյա Սերգեյ Volkswagen-ը, 36-ամյա Դավիթի BYD-ն, 39-ամյա Հովսեփ Lexus-ը եւ 58-ամյա Արթուրի Nissan-ը։ Նախնական տեղեկություններով Nissan-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մեքենաներին։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ի դեպ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ, խմացության ամենաբարձր աստիճանի, ինչի համար 1 տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից։ Թարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Մարտի 23-ին Լճաշեն բնակավայրի վարչական տարածքում բախվել են Toyota-ն եւ Opel-ը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կիսակողաշրջված հայտնվել փոսում։ 3 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։ Բժիշկները վիրավորների միջև հիվանդանոց տեղափոխել են տեղում առաջին բուժօգնություն
Եվ արդեն մի քանի օր է վաղաշաբաթ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրի խորհրդանիշ համարվող 30-ից ավելի արագիլի բներ հայտնվել են վտանգի տակ։ Ճանապարհների նորոգման ընթացքում նախատեսվում է մոտ 1 մետր հեռացնել 30-ից ավելի բետոն էլեկտրասյուն։ Բնակիչները մտահոգված են, թե ինչպես են անելու այդ աշխատանքները, որպեսզի արագիլների բները չվնասվեն։ Քաղաքացիները բարեխիղճ վերաբերմունք են ակնկալում։ Այս գյուղը նաև հայտնի է Թուրքից անընդհատ զբոսաշրջիկներ են գալիս հատուկ նաև հենց արագիլներին տեսնելու համար։ Ու հիմա եթե այդ բետոնե հենասյուները ոնց են տեղափոխելու, որպեսզի չվնասեն արագիլների բներին։